Կարգալույց եղած կաթողիկոսի չի կարակ։ Քաղաքական հստակ օրակարգի բացակայության պայմաններում իշխանությունը փորձում է ինքնադրսևորվել կրոնական դաշտում։ Եկեղեցուն վերաբերող հարցերը վերածվել են քաղաքական հիմնական թեմայի, մինչդեռ բազմաթիվ առանցքային խնդիրներ մղվել են երկրորդ պլան։ Օրինակ, հարևան Ադրբեջանի ղեկավարը հայտարարել է հետևյալի մասին. քարտեզի վրա չկա Սևանալիչ, կա Գյոքչա, մենք պետք է վերադառնանք մեր պատմական հողերը։ Հայաստանի այս առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր եւ բարոյական նորոգման օրակարգը բարենպաստ ընթացքի մեջ է։ ԿՊ-ի ներկայացուցիչները պարբերաբար գրառումներ են անում եկեղեցուն առնչվող, որոշում հերթական անգամ որտեղ պետք է պլանավորեն պատարակ։ Արդյունքում անգամ պատարակն է վերածվել քաղաքական ներկայացման ու ֆարսի։ Հովանավանքում հերթական անգամ ոստիկանական ուժերի հսկողությամբ Փաշինյանը մասնակցեց պատարակին։ Հաջորդ կիրակի օրը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում կլինի նմանօրինակ մի միջոցառում, խոստմամբ, որ հասնելու են Մայրաթոր։ Կմասնակցեմ Տեր Թադե Թախմազյանի ձեռամատուցվող Սուրբ եւ Ամմա պատարակին։ Կփորձեն ապահովել դրանց մարդաշատությունը ներգրավելով հնարավորինս մեծ թվով թիմակիցների, որ հաջորդ պատարակներն էլ ընթանան ավելի բուռն ծափողջունների ներքո։ Նկատելի էր նաև հետևյալը. Հովանավանքում տեղի ունեցած երկու պատարակներին էլ Փաշինյանի թիմակիցներից շատերն էին բացակայում։ Պատարակին մասնակցում էին հիմնականում նրանք, ովքեր, այսպես ասած, ինքնուրույն առանցքային ֆիգուրներ չեն, առավել զգուշավորներն ու խորամանկները նախընտրում են առաջ չնետվել։ Սակայն իշխանություններն ըստ ամենայնի կփորձեն ներգրավել բոլորին այս տրամաբանությամբ։ Եթե մենք այս գործընթացի մասն ենք, դու էլ պիտի լինես։ Այստեղ պետք է ընդգծել նաև, որ հերթական պատարակին ընդառաջ օրեր առաջ հրապարակվեց ինտիմ տեսագրություն, որը վերաբերում էր հոգևորականներից մեկի անձնական կյանքին։ Հատվել եւ հատվում են բոլոր կարմիր գծերը։ Արդեն կարելի ու անկարելի սահման պարզապես չի մնացել։ Հովանավանքում կայացած պատարակի ժամեր անց էլ պարզ դարձավ, որ ձերբակալվել են ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը Գևորգ Ներսիսյանը եւ որդին Համբարձում Ներսիսյանը։ Վաղ շաբաթում Հանրապետություն կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանի հայտարարության հիման վրա, ըստ որի Ներսիսյանը եւ որդին փորձել են խոչընդոտել նախընտրական քարոզչությունը, ինչը փաստաբան Արա Զոհրաբյանի դիտարկմամբ սուտ մատնություն է։ Այնինչ այսօր տեղի է ունենում պառակտող եւ քայքայիչ գործընթաց է։ Հասարակությունը բաժանված է, երկփեղված, ոչ թե գաղափարներով, այլ արհեստական հակադրություններով, որոնք ստեղծվում եւ սնվում են հենց վերևից։ Փաստ է, սա միտումնավոր քաղաքականություն է, ոչ թե պատահական շեղում։ Փաշինյանը բնույթով երբեք կառուցողական չի եղել։ Նրա քաղաքական ձեռագիրը միշտ էլ հիմնված է եղել հակադրության, ոչ թե համախմբման վրա։ Եվ այսօր էլ նա չի փայլում իր կարողությամբ միավորելու, համախմբելու հասարակությանը։ Նա առաջնորդ չէ եւ այդպիսին չդարձավ։ Իր գործողությունները ցույց են տալիս ոչ թե լիդերության կարողություն, այլ իշխանություն պահելու մոլուցք, ցանկացած գնով, նույնիսկ հասարակության միասնականության հաշվին։ Այս վարքագծի հիմքում մի պարզ պատճառ է թաքնված։ Նախ պառակված հասարակությունը կառավարելի է, երբ մարդիկ զբաղված են միմյանց դեմ պայքարելով, նրանց էներգիան եւ պահանջատիրությունը իշխանությունից ցրվում է։ Երկրորդ, թշնամիների որոնումը երկրի ներսում եւ նոր թիրախների ստեղծումը դառնում է միջոց սեփական դիրքերն ամրապնդելու համար։ Երրորդ, երբ իշխանությունը կորցնում է գաղափարական հիմքը, այն սկսում է սնվել հակադրություններով, փորձելով գոյատևել ոչ արժեքների, այլ բաժանարար գծերի միջոցով։ Քաղաքական առումով Փաշինյանը չունի գաղափարական օրակարգ ձևավորելու ունակությունը։ Անվտանգային արտաքին քաղաքական դաշտում չունենալով հաջողություններ, ավելին այստեղ միայն տապալումներ են, նա փորձում է կենտրոնացնել ուշադրությունը այլ ուղղությամբ, ընտրություններին ընդառաջ ձևավորելով մենք ընդդեմ նրանց նախորդ տարիներին աշխատած հակադրությունը։ Սևերի ու սպիտակների իրենց բնորոշ մարտավարությունը կրկին դնելով գործածության մեջ։ Իրական առաջնորդը գիտակցում է, որ միավորված ժողովուրդը ուժ է, որն ընդունակ է վերականգնել պետության արժանապատվությունը, հատկապես այս դժվարին ժամանակահատվածում։ Իսկ երբ պառակտումը դառնում է կառավարման գործիք,
Պետությունը աստիճանաբար կորցնում է ոչ միայն իր միասնականությունը, այլև ապագայի հնարավորությունները։ Չես մտնելու չխանգար, չեմ խփում, չես մտնելու, չես մտնելու ասում եմ։ Եթե նախկինում սևերի ու սպիտակների խաղը հակադրությունների արհեստական ստեղծումը որքան էլ պառակտող լիներ մնում էր քաղաքական դաշտի սահմաններում, ապա այսօր այն դուրս է եկել նաև այդ շրջանակից։ Այս անգամ հակադրության թիրախում է հայ առաքելական եկեղեցին, ոչ միայն հոգևոր, այլև ազգային ինքնության առանցքը։ Եվ հենց այստեղ է վտանգը, երբ իշխանությունը իր քաղաքական օրակարգը փորձում է առաջ տանել կրոնական դաշտում, սա այլևս պարզապես քաղաքական մրցակցության միջոց չէ, այլ ազգային ինքնագիտակցության հիմքերի թուլացման գործընթաց։ Պետք է անկեղծ լինել, ինչպես ցանկացած կառույցում, այնպես էլ եկեղեցում կան խնդիրներ, դա նորություն չէ, բայց այստեղ կարևորն այն է, որ այդ խնդիրները լուծելու տեղը եւ իրավունքը քաղաքական իշխանություններինը չէ։ Նրանք ոչ լծակ ունեն, ոչ մանդատ եւ ամենակարևորը ոչ էլ իրավասություն։ Իսկ եթե որոշում են քշտել թևերը եւ մտնել այդ դաշտ, ապա խնդիրները չեն լուծվում բաժանարար գծեր քաշելով, մարդկանց մերոնք ու ձերոնց բաժանելով, հաճելի եւ անհաճո հոգեվորականների զատելով, քաղաքական հայացքների համար, նրանց բանտարկելով, անկողինների առաջ տեսախցիկներ տնելով եւ գաղտնալսելով։ Պարզ չէ, որ այդպիսի մոտեցումը ոչ միայն չի հանդիսանում առողջացման, այլ ընդհակառակը խորացնում է բուն խնդիրը։ Անդրադառնալով խնդրի իրավական կողմին, հարկ է նշել հետևյալը. իշխանությունները պարզապես չունեն նման գործողությունների իրավունքը։ Հայաստանի սահմանադրությամբ պետությունը եւ եկեղեցին բաժանված են, ու որևէ պետական մարմին չի կարող միջամտել եկեղեցու ներքին կյանքին կամ հոգեվորականների գործունեությանը։ Քաղաքական իշխանությունն իրավասու չէ որոշելու, թե ով պետք է ծառայի, ով ոչ, կամ ինչպես պետք է գործի եկեղեցական կառույցը։ Սա ոչ միայն իրավական սահմանների խախտում է, այլև վտանգավոր նախադեպ, որը հարվածում է պետության ու եկեղեցու անկախությանը։ Հայ առաքելական եկեղեցին դարեր շարունակ եղել է մեր ազգային ինքնության, լեզվի, մշակույթի ու գոյատևման հենարանը։ Իշխանությունները որպես կանոն փորձում են արդարանալ, ասելով, թե իբր հոգևորականներն են ներգրավում քաղաքական գործընթացների մեջ։ Հարկ է ընդգծել հետևյալը. երբ հոգևորականը բարձրաձայնում է անարդարությունը, խոսում է պետական քաղաքականության մեջ եղած սխալների մասին, դա քաղաքական գործունեություն չէ։ Եկեղեցին դարեր շարունակ եղել հասարակության խեղճի ձայնը եւ նրա ներկայացուցիչը չի կարող լռել, երբ վտանգվում է արդարությունը կամ ազգային արժեքները։ Հոգևորականին ձերբակալել այն բանի համար, որ նա խոսել է, դա ոչ թե օրենքի կիրառում է, այլ ազատ խոսքի ճնշում։ Եթե իշխանությունը իր քննադատներին փորձում է լռեցնել քաղաքական գործընթացների մեջ ներգրավվելու մեղադրանքով, ապա դա ոչ թե իրավական, այլ քաղաքական հաշվեհարդար է։ Եկեղեցին չի կարող անտարբեր լինել ճշմարտության, արդարության եւ բարոյականության հարցերում։ Դա նրա առաքելության առանցքն է։ Սակայն պետք է անկեղծորեն ընդունել, որ եղել են պահեր, երբ եկեղեցին լռել է, համագործակցել, պարտակել, գուցե հենց այդ լռության ու փողզիչումների հետևանքն է, որ այսօր եկեղեցին անցնում է այսպիսի ցնցումների միջով։ Սակայն սա ոչ մի կերպ չի կարող արդարացնել այսօրվա իշխանության վարքը, հոգևորականների ձերբակալությունները, նրանց նկատմամբ իրականացվող գաղտնալսումները եւ նվաստացուցիչ վերաբերմունքը։ Ամփոփելով թողարկումը նշեմ հետևյալը. 2018 թվականին Հայաստանում տեղ ունեցավ ոչ միայն քաղաքական հեղափոխություն։ Մարդիկ դուրս էին եկել փողոց արդարության, արժանապատվության գաղափարներով ոգեշնչված։ Սակայն տարիներ անց պարզ դարձավ, որ հենց այդ արժեքներն են ամենաշուտը զոհաբերվել։ 2018-ի հեղափոխության բովանդակությունն այլևս դատարկվել է։ Հեղափոխությունն այլևս կորցրել է իր արժեքային հիմքը։ Այսքանը, կհանդիպենք։